Հայաստանի գլխավոր դիվանագետը զրուցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ։ Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն պաշտոնյաների քննարկման թեման Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ու պատանդարված մյուս քաղաքացիներն են, մասնավորապես նրանց ազատ արձակումը։ Մինչև այդ Կարմիր խաչի մարդասիրական պատվիրակության Բաքուն լքելու պայմաններում, ինչը հիշեցնեմ ադրբեջանական իշխանության պարտադրանքներ 23 հայերի հետ տեսակցություն կազմակերպելու խնդիրները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաեւ հումանիտար հարցերի կարգավորմանը։ Այս հարցում ժամանակագրությունն ի դեպ հետաքրքրական է Ալիևի կառավարությունը երկրից Կարմիր խաչին վտարելու կնիքը նույն օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո դրեց, ինչպես ձևակերպում են մեր արտաքին քաղաքական գերատեսչությունից այդ համաձայնություններով հաստատված խաղաղությունից հետո, որը փաստորեն ոչ թե նպաստեց, այլ ընդհակառակը սրեց հումանիտար խնդիրները։ Հայ ռազմագերիները հայտնվեցին լիակատար մեկուսացման մեջ։ Հիմա ամսվա ընթացքում հարազատներին զանգելու միայն մեկ հնարավորություն ունեն, այն էլ խիստ վերահսկողության պայմաններում, քննիչը գծի մեջ է։ Իրականում շատ մտահոգիչ է իրավիճակը տեղեկատվության հասանելիության առումով։ Տեղեկությունները ստանում են կծկտուր ու միայն դեպքում, երբ որ ընտանիքների հետ են շփվում կամ ասենք դատավարության ժամանակ Ադրբեջանի լրատվամիջոցների կողմից ինչ-որ լուսաբանման որևէ անկախ միջազգային կազմակերպության կողմից այցելությունների բացակայությունը, այդ թվում նաև որոշ դեսպանների կարող էին այցելել կամ ասենք դիվանագիտական պաշտպանության շրջանակներում կարելի է նախաձեռնել որևէ այցելություն, այդ բացակայության պայմաններում շատ լուրջ կասկածներ կա եւ մտահոգություններ դրանց առողջության, իրավունքների ապահովման եւ վերաբերմունքի առումով։ Այն, որ Ալիևը ռազմագերիների հարցը դարձրել է գործիք ընդդեմ Հայաստանի, հիմա արդեն զուտ փորձագիտական գնահատական չէ։ Ադրբեջանական մամուլն էլ է այս մասին գրում։ Այն էլ, որ լրատվամիջոցը Ադրբեջանի նախագահի կաբինետի Բակինսկի Ռաբոչին հոդվածներից մեկում ուղիղ ձևակերպել են դատախազի մեղադրական եզրակացությունն ուղղված է Հայաստանի դեմ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի վարչակարգին սպասարկող այն լրատվականների պնդումներին, որոնք շեշտադրումներ են առանց մեծ կատարում առայն, որ ապօրինաբար պահվող անձինք այդպես չեն ասում։ Ռազմական հանցագործներ են եւ իրենք չեն պահվում որպես զինծառայողներ, այլ Ադրբեջանի հորիզոնտալ կոպտագույն խախտումներ ցույց տալու եւ այլն։ Այդ խեղճակատությանը մեկ պատասխան կա։ Ադրբեջանը գործելով մարդկության դեմ ուղղված հանցագործություն, այս իրողությանը զուգահեռ Ադրբեջանը խոսում է ինչ-որ ռազմական հանցագործությունների մասին։ Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն կոնֆլիկտի ավարտից հետո, հատկապես կոնֆլիկտի համատեքստում բոլոր ազատությունները ձգված անձինք պետք է վերադարձվեն։ Հենց դա է մեր պահանջը, սակայն ինչպես տեսնում ենք, դատավարությունները շարունակվում են։ Մինչև օրս ի դեպ տեղեկություն չկա Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից քննարկեցին արդյոք գերիների հարցը Բաքվում։ Կառույցի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հիշեցնենք, որ Բաքու էր մեկնել մասնակցելու անվտանգության միջազգային ֆորումին եւ լրատվամիջոցները գրեցին, թե ԱԱԾ տնօրենը գուցե հնարավորություն ունենա հանդիպել պատանդարված հայերի հետ։ Հանդիպել է, դեռ չգիտենք։ ՄԱԳԱՏԷ-ի փոխտնօրենն անդրադարձել է Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությանը։ Միխայել Չուդակովը հայտարարել է, թե ամենատրամաբանականն այն է, որ գոյություն ունեցողի փոխարեն Հայաստանը ռուսական նախագծով նոր էներգաբլոկ կառուցի։ Սակայն ըստ Չուդակովի վերջին տարիներին տրամաբանությունը միշտ չէ, որ աշխատում է եւ փոխարենը քաղաքական որոշումներն են գերակշռում։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Ամերիկայի հետ Ռուսաստանի ջրերը մի հունով չեն գնում, օր-օրի ավելանում լարվում են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները։ Ամերիկան շարունակում է մատ թափ տալ Ռուսաստանի վրա։ ԱՄՆ-ն հիմա ավելի շատ ուկրաինական կողմի վրա է ծանր նժարի քարերը դնում։ Թրամփը հույս է տվել խոստացել Զելենսկուն, որ եթե Ռուսաստանը չդադարեց պատերազմը, Ուկրաինան Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի օգնությամբ կարող է վերադարձնել Ռուսաստանի գրաված բոլոր տարածքները։ Պուտինն ու Ռուսաստանը տնտեսական լուրջ դժվարությունների են բախվում եւ հիմա Ուկրաինայի գործելու ժամանակն է։ Այն ժամանակ, որ նա նոր էր եկել իշխանության, նա քննադատում էր Ուկրաինայի ղեկավարությանը, Եվրոմիության ղեկավարությանը եւ ԱՄՆ-ի նախկին ղեկավարությունը, այսինքն Ջո Բայդենի վարչակազմը։ Թրամփը փոխում է այդ մոտեցումը եւ ասում է ՆԱՏՕ-ն, եվրոպական երկրները, եթե ուզում են օգնեն Ուկրաինային, կարող են գնեն այդ զենքը, այսինքն ԱՄՆ-ն էլ չի ծախսում
նա մենակ աշխատում է։ Իսկ Թրամփի օրոք այդ ԱՄՆ-ի համար ձեռնտու իրավիճակը դարձավ ավելի հետաքրքիր։ Թրամփը համարում է, որ Ռուսաստանը 3.5 տարի է անհաջող պատերազմում է Ուկրաինայի դեմ, մինչդեռ իսկական ռազմական տերությունն ըստ Ամերիկայի նախագահի կհաղթեր մեկ շաբաթում։ ԱՄՆ նախագահը հերթական պատժամիջոցներն է ցանկանում կիրառել Ռուսաստանի դեմ, ներառելով խիստ մաքսատուրքեր։ Թրամփը հորդորել է Եվրոպային դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը։ Եթե Ռուսաստանը պատրաստ չէ պատերազմը դադարեցնելու գործարք կնքել, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է շատ խիստ մաքսատուրքեր սահմանել, որոնք կարծում եմ շատ արագ կկանգնեցնեն արյունահեղությունը։ Մենք կտեսնենք, որ նա ձեռնտու է Ամերիկային։ Եվրոպան զրկվում է ռուսական ռեսուրսներից, Ռուսաստանը զրկվում է Եվրոպայի տեխնոլոգիաներից եւ երկու այդ քաղաքական եւ տնտեսական սուբյեկտների տնտեսության աճը կամ դանդաղումը կամ ընդհանրապես կանգնում։ Ռուսաստանից սակայն հակադարձում են Թրամփին։ Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, թե երկրի տնտեսությունը կայուն է, իսկ ռուսական զորքը դանդաղ է առաջ շարժվում կորուստները նվազագույնի հասցնելու համար։ Թրամփի գնահատականը հիմնված է միակողմանի տվյալների վրա, որոնք նրան փոխանցել է Զելենսկին։ Պեսկովը հայտնել է, որ եթե հիմա Ուկրաինան չի ցանկանում եւ պատրաստ չէ բանակցել, հետո իրավիճակն ավելի վատ կլինի։ Անդրադառնալով Թրամփի գրառմանը, թե Ռուսաստանը թղթևագրի տեսք ունի, աննպատակ կռվում է Ուկրաինայում, Կրեմլի խոսնակն ասել է, թե Թրամփի հայտարարություններն արվել են Զելենսկու հետ շփումից հետո եւ ամենայն հավանականությամբ այն տեսլական է ազդեցության տակ, որ ներկայացրել է Զելենսկին։ Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության, բայց Կիևը պասիվ դիրք է բռնել եւ հավանաբար փորձում է հովանավորներին ցույց տալ կռվելու ունակությունը։ Ռուսաստանի ղեկավարությունը իհարկե ուզում է այսա պատերազմը շուտ ավարտվի, բայց չի ուզում պարտվի եւ եթե ընտրությունը այդպեսին է, ապա շարունակելու է պատերազմը եւ գուցե նոր միջոցների է դիմելու, նկատի ունեմ գուցե նոր մոբիլիզացիա կամ նոր դաշնակիցների ներգրավում եւ այլ։ Այս ամենը ուղիղ արտացոլվում է մեր տարածաշրջանի վրա, քանի որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Կովկասից, սակայն չունի անհրաժեշտ ռեսուրսներ արձագանքելու եւ իր շահերն ապահովելու համար։ Հարավային Կովկասով ինչ խոսք հետաքրքրված է նաեւ Արևմուտքը, նոր ճանապարհներ կառուցել, զենք զինամթերք տեղափոխելու համար Միջին Ասիա եւ էներգետիկ ռեսուրսներ տեղափոխել այնտեղից Արևմուտք։ Սա անվտանգային առումով խիստ կարեւոր է Ռուսաստանի համար, քանի որ Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսներով կարող է միջազգային շուկայում փոխարինել ռուսական էներգետիկ ռեսուրսներին։ Ռուսաստանը հասկանում է, որ արագընթաց գործողությունները, որոնք Արևմուտքը ցանկանում է իրականացնել տարածաշրջանում, պետք է կանխել եւ առաջնահերթ հաղթանակ տանել, հետո միայն անցնել տարածաշրջանային մյուս խնդիրներին։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Փարիզի դատարանը Սարկոզիին մեղավոր է ճանաչել քարոզարշավի անօրինական ֆինանսավորման եւ կոռուպցիայի մեջ։ Հիշեցնենք 2012-ին մամուլում լուրեր էին տարածվել, թե Լիբիայի իշխանությունները Սարկոզիին 50 միլիոն եվրո են փոխանցել 2007 թվականի իր նախագահական քարոզարշավի համար։ Ինչ ճանապարհներ են կառուցվելու հաջորդ տարի, քանի դպրոց է վերանորոգվելու, որքան է կազմելու տարեցներին վճարվող կենսաթոշակը, պարզ է դարձել արդեն։ Համենայն դեպս ընդհանուր առմամբ հայտնի է, թե որքան գումար ենք վաստակելու հաջորդ տարի, որքան ենք ծախսելու եւ որ ամենակարևորն է, փողը որքան կպակասի մեր պլանավորածն իրականացնելու համար։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ, պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, Պետական պարտ կամախառն ներքին արդյունք հարաբերակցությունը կազմելու է 53.6%, մի խոսքով պակասող փողը, ինչպես միշտ պարտքով ենք վերցնելու, իսկ խոսքը մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլարի մասին է։ Արտաքին պարտքի սպասարկման համար դրա մեջ մտնում է տոկոսների մարումը եւ դրա մեջ մտնում է մայր գումարի որոշակի մարումներ, ծախսել է մոտավորապես 400 միլիարդ դրամ։ Հիմա
Այդ 400 միլիարդը ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է մի բան, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունի մոտավորապես 500,000 մարդկանց թոշակները բարձրացնել։ Կենսաթոշակները հաջորդ տարվա բյուջեով մնալու են նույնը, աճ չի պլանավորվում։ Փոխարենը պլանավորվում է մեծ ծավալի շինարարական, ճանապարհաշինարարական աշխատանքներ, ծրագրերի ֆինանսավորում, սոցիալական, գիտական, կրթական եւ այլ ոլորտներում։ Գործադիրը ակադեմիական քաղաք նախագիծն է հիշում։ Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը։ Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 25 թվականին պիլոտավորվել էր 2 մարզերում, շարունակվի անուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման նպատակով 26 թվականին նախատեսվել է 4.9 միլիարդ դրամ։ Այսինքն պետությունը ծախսում է գումարներ, ստեղծում է ենթակառուցվածքներ, որոնք այդպես էլ տարիներով չեն աշխատում։ Խոսքը առաջնահերթությունների մասին է, ինչի վրա էլ պլանավորվում է ծախսել գումարներ, որոնք չենք վաստակելու, ըստ այդմ որքան պակասորդ ենք ունենալու գալիք տարում։ Առողջապահության ապահովության պահովիզս վստահեցնում է, որ տարվա ընթացքում կպարզվի, որ հնարավորությունները ճիշտ չեն հաշվարկել ու դա չի ներդրվելու։ Հայաստանի Հանրապետության բյուջետը պլանավորումը դարձել է ձեռքով կառավարվող ինչ-որ մի հատ գործընթաց։ Այդ ծրագրերի զգալի մասը այնտեղ դրած փողերով հանդերձ դրանք չեն կատարվում։ Այստեղ իհարկե հարց է առաջ գալիս, թե ինչպես է պետությունը պլանավորում լրացնել ֆինանսական միջոցների պակասը, որն ունենալու ենք հաջորդ տարի։ Հիշեցնենք, խոսքը գրեթե 1.5 միլիարդ դոլարի մասին է։ Հավանական է, որ պետությունը նորից բաժնետոմսեր թողարկի եւ վաճառի, որոնք վստահաբար կունենան բարձր տոկոսներ եւ կգրավեն միջազգային ֆինանսական խաղացողներին։ Հայաստանի Հանրապետությունը երբ որ 7.5%-ով պարտատոմսերը տեղաբաշխեց, ուրեմն այդ տարբերությունը 7.5-ի եւ 3.5-ի նույն Հունաստանի նույն օրը տեղ ունեցած տեղաբաշխման միջև որ համեմատում ենք, տարբերությունը 10 տարվա համար կազմում է $260 միլիոն։ Այդ $260 միլիոն բնականաբար գնացել է մի բրոկերային գրասենյակի օգնությամբ մի քանի ընտանիք ֆինանսական շնաձկերի։ Ըստ մասնագետների միջին վիճակագրական քաղաքացիներն իրենց մաշկի վրա բյուջեի պակասորթի ազդեցությունը զգալու են մանր-մունր հարկերի տուրքերի բարձրացման տեսքով։ Դրանք բարձրանալու են ոչ թե հենց քաղաքացիների, այլ բիզնեսի համար։ Բիզնեսն էլ ավելացած ծախսերը փոխհատուցելու համար բարձրացնելու է ապրանքների եւ ծառայությունների գները, որոնք էլ դուրս կգան քաղաքացու գրպանից։ Հայաստանը կրկին ընդգրկվել է Եվրամիության ավիացիոն սև ցուցակում, ինչը արգելում է հայկական ավիաընկերությունների թռիչքները դեպի Եվրոպա։ Զրկվելով եվրոպական ուղղություններով թռիչքներից, որքան հնարավոր շահույթ են կորցրել հայաստանյան ավիաընկերությունները կամ պետությունը, պաշտոնական հաշվարկներ չկան, ինչ տնտեսական վնասներ են կրել Եվրամիության շուկա մուտք գործելու արգելքի պատճառով։ Ավիացիոն ոլորտի մասնագետները նշում են, որ սև ցուցակում մնալը տնտեսական վնասներ է հասցնում Հայաստանին եւ ուղևորներին, սահմանափակելով մատչելի ծառայությունները, կան գնահատականներ հնարավոր եկամտի կորուստների մասին։ Այն ազդում է օտարերկրյա գործընկերների ներդրումային այդ պրոյեկտների վրա, բացասաբար է ազդում, քանի որ նրանք շարունակաբար տեսնելով, որ ոչ մի դրական փոփոխություն չկա, սև ցուցակից դուրս գալու, նրանք ոնց որ այսպես անվստահություն ունեն հայկական շուկայում լուրջ եւ զգալի ներդրումներ անելու համար։ Մասնագետն ասում է, թերություններից ամենագլխավորը անվտանգության հարցն է եղել, այսինքն պատշաճ չի վերահսկվել ավիաընկերությունների թռիչքների անվտանգությունը։ Մյուս պատճառն էլ կադրային մեծ արտահոսքներ, մասնագետների աշխատավարձներ ցածր, իսկ մասնագետներին հետ բերելը, նրանց վերապատրաստվելը մեծ ժամանակ ու միջոցներ է պահանջում։ Եվրոպայից մասնագետներ են եկել, որոնք 2022 թվականին էլի եկել էին, աուդիտ էին անցկացնում, ովքեր ստուգում են, թե որքանով են սև ցուցակում հայտնված թերությունները շտկվել, որոնք օրինակ հենց 2022-ին 41-ն էին։ Բարբերաբար, իրենց այցերը եւ ստուգումները, հայտարարությունները լսում ենք, որ եկել ստուգել են, բայց արդյունքների մասին մեզ չեն իրազեկում համապատասխան մարմինների։ Իսկ ո՞րն է պատճառը։ Ճիշտ ասած չգիտեմ։ Տարածքային կառավարման նախարարը հույս ունի, որ 2025-ի վերջին Հայաստանը կհանվի սև ցուցակից, վերջին ստուգումների դրական արդյունքների հիման վրա, սակայն ինչու է մինչ օրս երկիրը շարունակում մնալ սև ցուցակում։ Խուդաթյանը չի պարզաբանել։ Ուսումնասիրություններ իրականացվել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեում եւ նաեւ ավիափոխադրող ընկերություններում
Պատկերը բավական լավն է, նախնական այդպիսի պատկեր ունենք, որ իրենց գնահատականների հիմնական մասը, որոնք արձանագրվել են սերցուցակում հայտնվելու ժամանակ վերացված են։ Ի վերջո, որն է հիմնական տեխնիկական կամ համակարգային պատճառը, որ Հայաստանը մինչև հիմա չի կարողանում դուրս գալ Եվրամիության սև ցուցակից, երբ շատ երկրներ դա արել են շատ ավելի կարճ ժամանակում։